Մայիսի 10-ին Արտաշատ համայնքում տոնական մթնոլորտում վերաբացվել է Արտաշատի քաղաքային մարզադաշտը հիմնանորոգումից հետո։ Մարզադաշտի բացման արարողությունը վերածվել է իսկական մարզական տոնի, համախմբելով համայնքի բնակիչներին, ֆուտբոլասերներին և հայկական ֆուտբոլի լեգենդներին։ Բացման շրջանում կայացել է բացառիկ ֆուտբոլային հանդիպում Արտաշատ և լեգենդներ թիմերի միջև։ Խաղին մասնակցել են հայկական ֆուտբոլի տարբեր տարիներին ճանաչված ու սիրված մարզիկներ, որոնց ներկայությունը մեծ ոգևորություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Լեգենդար ֆուտբոլիստների թվում էին Կարլեն Մկրտչյանը, Ռումյան Հովսեփյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր Եդիգարյանը, Արսեն Ավետիսյանը, Նորայր Գյոզալյանը և այլ հայտնի խաղացողներ։ Տոնական միջոցառումն ուղեկցվել է երաժշտական ելույթներով և հիշարժան կատարումներով։ Հատկանշական էր վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիայի ելույթը, ով իր գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն է հաղորդել ներկաներին և միջոցառումն ավելի հիշարժան դարձրել։ Ողջույն, Արմպուս լրատվական։ Մհեր ջան, ինչ կարծիք ունեք, որ թիմը կհաղթի, ինչ եք կարծում, Արտաշատը թե լեգենդները։ Ես կարծում եմ կհաղթի ընկերությունը, որովհետև սա իրոք ընկերների, լեգենդների, այլ մարդկանց, ովքեր որ ունեն անմիջապես կապ Արտաշատ քաղաքի հետ, ովքեր որ սիրում են ֆուտբոլը, ֆուտբոլասերները եւ կհաղթի այսօր ընկերությունը։ Իսկ դուք սիրում եք ֆուտբոլ։ Ես սիրում եմ ֆուտբոլ, բայց դիտել։ Տղաս ճիշտ է, սիրում է խաղալ, բայց ես սիրում եմ դիտել ֆուտբոլը։ Իսկ դուք որ թիմի կողմից եք։ Ես կարծես թե բոլորի կողմից եմ, ես ընկերների կողմից եմ եւ շատ ուրախ եմ, որ այսօր Արտաշատ քաղաքում տեղի է ունենում այսպիսի իրադարձություն ֆուտբոլային եւ վերաբացվում է այս ստադիոնը, մարզադաշտը, որտեղ որ լինելու են շատ լավ, շատ խաղեր են լինելու, լավ բաներ են լինելու։ Շատ լավ, եւ վերջում ուզում ենք հրավիրել ձեզ Արմպուս լրատվական կայքի տաղավար, քանի որ վերջին շրջանում դուք ամենաքննարկվող շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկն եք եւ մենք ձեզ սիրով կսպասենք, կընդունեք մեր առաջարկը։ Առաջարկը ընդունում եմ, սիրով կգամ տաղավար եւ կխոսենք շատ բաներից։ Հատուկ խորհրդանշական էր նաև այն պահը, երբ պատանի ֆուտբոլիստները հանդիսավոր կերպով դեպի մարզադաշտ ուղեկցեցին հայկական ֆուտբոլի լեգենդներին, ընդգծելով սերունդների կապն ու հայկական ֆուտբոլի շարունակական զարգացումը։ Բացման պաշտոնական մեկնարկը տրվել է Կարլեն Մկրտչյանի ողջույնի խոսքով։ Քաղաքապետը նշել է, որ մարզադաշտի վերաբացումը կարևոր եւ սպասված իրադարձություն է համայնքի համար, ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի մարզական կյանքի ակտիվացման և երիտասարդների զարգացման համար։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, Արմպուս լրատվական, ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ նշանակություն ունի այս խաղը քաղաքի համար։ Ես իմ խոսքում արդեն նշեցի, որ մեր բնակիչները մեծ ոգևորությամբ սպասում էին այսօրվա այս հանդիպմանը։ Շնորհակալություն հայտնեցի լեգենդներին, որ չեն մերժել մեր հրավերը։ Շնորհակալություն հայտնեցի Արտաշատի թիմին ու սա մեծ ֆուտբոլի սկիզբն ենք դնում Արտաշատում, կարելի է ասել։ Շատ շնորհակալություն, իսկ ինչ կմաղթեք խաղացող թիմերին ավելի շուտ։ Արդար մրցակցություն եմ մաղթում թիմերին, թող հաղթեն Ժեղագույնը։ Թող հաղթեն Ժեղագույնը։ Եվ վերջում հավատարիմ մնալով իրենց կոչմանը հաղթանակ տարավ լեգենդներ թիմը և խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյեմի սոցիալական ցանցերում։